Լրատվական ռադիոյի եթերում շարունակում ենք Թարմուղեղով հաղորդաշարը, ես Սաթեն Միքայելյանն եմ, իսկ զրուցակիցս այսօր Instigate ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանն է։ Մենք քննարկում ենք հարկային օրենսգիրքը գոնե այն մասով, որը վնասելու է, այսպես ասենք, ուղիղ հարված է հասցնելու միջին խավին, այստեղ նաև ՏՏ ոլորտի խնդիրներն ենք փորձում ի հայտ բերել։ Ներդրումների մասով էլ հասկացանք, այնպես չի, որ Հայաստանում կա այդ ներդրումային լավ միջավայրը, առողջ միջավայրը կամ ինչպես են ասում, մոտավորապես այս բառերով են ասում ներդրումային միջավայր ու փաստորեն ստացվում է այնպես, որ գրվում է հայեցակարգ, որտեղ շատ լավ կետեր են ներառվում, բայց վերջնական օրենքի տեսքով փաստաթուղթը դրանցից եւ ոչ մեկը չի ընդգրկում, այլ հակառակն է, ոնց որ թե իսկապես տնտեսություն քայքայլու խնդիր լուծի այդ հարկային օրենսգիրքը։ Այնքանով ինչքանով դեռևս ծանոթ եմ, այդ 700 էջը դեռևս ամբողջությամբ չի ուսումնասիրվել, այ ուսումնասիրության ու նաեւ հետեւողական լինելու մասին։ Արձագանքը այնպես չի, որ շատ ուշացած էր կամ post factum ինչ որ բաներ քննարկվեցին։ Իրականում երբ ասում են, որ կար հայեցակարգ, այդ հայեցակարգը գրելուն մասնակցել էր նաև բիզնես ոլորտը, հա, ընդգրկվել էր ու ոչ միայն կառավարությունը իրենք փակ ներսում իրենց համար գրում են, այսինքն մարդիկ թողնելով իրենց գործերը գուցե ինչ որ ժամանակ ծախսելով գնացել էին ու հայեցակարգ էին մշակում ու օրենքները հոդված առ հոդված քննարկում էին։ Բայց փաստորեն ստացվեց այնպես, որ այդ ժամանակը շատ իզուր ծախսվեց, որովհետև հետո կառավարություն ու հետո էլ ազգային ժողով գնաց բոլորովին այլ փաստաթուղթ ու հիմա ինչ ասեմ, կանգնել ենք փաստի առաջ, որ ստացվում է post factum ինչ որ բանի մասին ենք խոսում, որը գուցե ինչ որ մեկը այսպես կասեր, դե սկզբից հետևեիք։ Հիմա այդ հետևելու ուսումնասիրելու մասին, հա, դու ինձ մի շատ լավ մեխանիզմ էիր պատում, որպեսզի իսկապես գործարարը այնպես չլինի, որ իր բան ու գործ թողածը ընկնի ու զբաղվի մի գործով, որի համար կան պաշտոնյաներ, որի համար կան մարդիկ, որոնք վճարվում են իրականում։ Այդ մեխանիզմը ես խնդրում նաև դու եթերում ներկայացնես, ոնց ես պատկերացնում, հա, ոնց անել, որպեսզի անընդհատ հետևես, անընդհատ իրենց այսպես ստիպես, որպեսզի հաշվետու լինեն, հաշիվ տան արած գործերի կամ չարած գործերի համար, բայց իրականում դա չլինի քո հիմնական գործի հաշվին։ Դե նախ ասեմ, որ նայած չի, որ մենք ընդհանրապես չունենք այդ գործիքները, առաջընթացը նկատելի է, կա, մենք ինչպես արդեն նշեցիք, սկզբից մասնակցել ենք քննարկումներին, հետո էլ նշ չի, որ քննած մնացեմ, ինչ որ ենք ընդունվի, հետո post factum։ Այսինքն ամեն ինչ ճիշտ ինչ որ առումով արվել է, այնպես որ պիտի արվեր, այն լծակներ, որ մեզ տված են միջոցները, որը ժամանակից կառավարման այդ մեխանիզմը, այդ դեմոկրատական, չգիտեմ, հանրապետություն որ կոչվում է, այդ մեխանիզմները որ տված են, մենք ըստ էության օգտագործում ենք, ինչ ավելի լավ կարելի է օգտագործել, բայց արվում է, այսինքն ուղղակի այնտեղ միշտ էլ ամեն ինչի դեմ կա հակագործիքը, էլի հիմա մեզ տված այդ գործիքը, ասենք իբր կանչում են հանրային լսումներ, չգիտեմ ինչ-որ տենց բաներ, բայց այդ ամեն ինչը հետո կարողանում են հեչ անեն, փոխարենը բրթեն իրենց հայ, որտեղ մի հատ հանգույց պակասում է այնտեղ, մի քայլ միգուցե մենք մի բան էլ պիտի անենք, բացի նրանից որ գնում մասնակցում ենք այդ քննարկումներին, լսումներին եւ այլն, արանքում բաց ենք թողում այդ պահը միգուցե կարելի է ավելացնել եւս մեկ գործիք։ Ընդհանուր առմամբ, բայց ուզում եմ ասեմ, այդքան վատ չի վիճակը։ Մենք քանի որ ձևավորվել է այդ միջին խավ կոչեցել է կամ ՏՏ ոլորտ կուզեք ասեք, եթե չեք ուզում ընդհանուր բոլորի մասին ասեք, իրանք արդեն անում են այդ գործունեությունը, բայց ինչպես ասացիք, ժամանակա դա տանում եւ այլն եւ իմաստուններ միգուցե մենք կարողանանք միավորվենք եւ մեր ժամանականակը ներդնելու փոխարեն կամ չներդնելու, որովհետեւ չենք կարողանում այդքան ներդնել, դրա փոխարեն գումար դնենք եւ մի կառույց ստեղծվի, որը ունի թե իր իրավաբանը, թե տնտեսագետը, թե քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը, թե ասենք ով որ ժամանակ կանցկացնի այդ հանրային այդ ասենք խորհրդարանում մի ժամանակ կանցկացնի, թե պրեսայում կաշխատի եւ այլն, լրատվամիջոցներով կտարածի այդ նյութը, կհամակարգի այս ամեն ինչը ավելի պրոֆեսիոնալ ձևով, քան մենք բաշխված անում ենք, մի քիչ ավելի կենտրոնացնենք մի կառույցի մեջ, գումար դնենք եւ պրոֆեսիոնալներ վարձվեն։ Դա կլինի թեկեթևս տրամաբանական հաջորդ քայլը, այսինքն զարգացում կա, մենք ոնց որ հենց դրանում էլ կայանում է այդ միջին խավ կոչեցած այդ սահմանում էլի, որ իրենքը կարողանում է այսքանը անի, ոչ թե սպասում է օրենքը ընդունվի, վնասը տրվի, նոր բողոքի, այլ օրենքը չընդունված է արդեն սկսում պայքարել, որպեսզի այդ չարվի։ Հիմա տրամաբանական դրա հաջորդ քայլը կլիներ են, որ այս մարդիկ այնքան իրենց մեջ շնորհք գտնեին, որ միավորվեին, այդ ձևավորեին նման մարմնի սահմանումը տային եւ ստեղծեին այդ կառույցը կլինի դա հասարակական
կազմակերպություն, թե հիմնադրամ, թե ՓԲՍՊ կամ բազմաբաժնի տիրական, բայց ինքը կարողանար ավելի պրոֆեսիոնալ եւ անընդհատ դրիվ դրույքով ոնց որ աշխատել միայն դրա վրա եւ մենք արդեն ավելի քիչ է դեպքում կարիք կունենայինք մեր ժամանակից հատկացնել թե լսումներին, որովհետեւ հայեցակարգերը որ սահմանում ես արդեն մենասը པարզ դրանից բխում է այդ մարդիկ կարող են գնալ իրենք այդ լսումներին մեր կարծիքը ներկայացնեն նաեւ փոփոխությունները մտցնեն հետո էլ այս ամբողջ գործունեությունը դա շատ ավելի պրոֆեսիոնալ ու համակարգված կլիներ ինչ որ առումով միություններն էլ են դրա դերը տանում բայց ասենք մենք չենք կարող մի միության վրա ասենք UIT-ի վրա այդ բոլոր գործառույթները ուրեմն դա 200 հոգի մարդ դաշնի որտեղ ամեն մի ասենք ասպեկտը մեր կյանքի պետք է ուրեմն մի հատ տենց խումբ կառավարի բայց քանի որ սա հարվածում առաջերտին աշխատակիցներին ճիշտ է ի վերջո բոլորիս է հարվածում հանրապետությանը ու երկրի տնտեսությանը բայց քանի որ ուղղակիորեն հենց հարկային եկամտահարկի մասին է խոսքը այսինքն աշխատողներին սա կարող էր անել այն կառույցը որը արմիություն եթե ունենայինք մենք ՏՏ ոլորտում ուժեղ նորմալ արմիություն ինքը կարող էր նման կառույց ստեղծել կամ հենց իր արմիության միջոցներով իր աշխատակիցները դա անեին այսօր դա ամեն ինչ հասարակական հիմունքներով արվում այսինքն ամեն մի ընկերությունում կամ 1-2 ակտիվ աշխատակից իրենք փորձում են համակարգեն ստեղծեն մի արմիություն որը նաև ուղղակի պատվերներ կկատարի ասենք իրանք կտան հայեցակարգը այդ միությունում կլինեն աշխատողներ որոնք իրանց անդամավճարներով ստանում են աշխատավարձ եւ ամեն մասնագիտությունից մի հոգի կլինի դա տնտեսագետ իրավաբան եւ այլն եւ իրենք այդ գործը ավելի լավ կանեն ու ավելի երկար ասենք ոչ թե ազատ ժամանակ ծրագրավորը կմտնի Facebook տեն այն չա որ մեկնաբանություն տակ է գալի այլ մեթոդական կերպով պրոֆեսիոնալ ձևով կաշխատի շատ լավ կներ եթե միջազգային պահանջները մի կողմ դնելով ուղղակի ուզեինք այստեղ տնտեսություն սարքել ոչ մեկ միջազգային չէր ասել իսկական տեսլական որ երբ որ մենք ոստը դուրս նայենք ուզում տնտեսություն սարքել ով էր ասելու ընդհանրապես եթե դու չունես քո առանցքը քո խնդիրները քո հողից աճած քո խնդիրներով զբաղվող քո թիմը, քո ժողովուրդը, որը որ ներս է նայում, Իրանն է նայում, Իրանն ուսումնա, Իրանը ճանաչում, հետևաբար Իրանն հարգում եւ սիրում եւ իր ես ունենում է հետո այն որ համագործակցության մեջ մտնում դրսի հետ եթե դու դա չունես հա մեր խոսակցության նյութը հիմնականում էս այս պահանջին թե այն պահանջեցին ասենք մենք ասում ենք խես հենց արա ասում դա դրսից պահանջում են տեսնենք թե ինչ ձևով օրենսգիրքը կընդունվի ես իսկապես էլի եմ ասում որ թերևս ամենաշատը ՏՏ ոլորտի համար է մտածում որովհետեւ եթե դա կա ռազմավարություն որը իրեն արդարացնում է մենք տեսնում ենք հա էտապային փուլային զարգացում ոլորտն իսկապես արեց մի բան, որը ոչ մի ոլորտում ուրիշ մենք չտեսանք, հա, նման ինչ որ այդպես կտրուկ զարգացում ու նաև մեծ պերսպեկտիվա։ Ես մի մեկնաբանություն էլ կարող եմ ավելացնել, ասենք, եթե սովորաբար sense բաներ արվում է, երբ որ մի կեղտոտ անկախությանը վերաբերան մի կեղտոտ մի քայլ է նախապատրաստվում, ժողովրդին պետքա շեղել մեկ այլ բանով։ Եվ այդ դեպքում իմ ասածը շուռ է գալիս, այսինքն ներսի խմորումներ են որոնք ասեն լավ եկեք ժողովրդին ինչով շեղենք եկեք հարկայինով շեղենք ամենաակտիվը ՏՏ ոլորտն է բերեք ՏՏ ոլորտին էս հարկայինով շեղենք թող գնա սրանով զբաղվեն մենք արանքում են ազատագրված տարածք են ասում ինչ են ասում սրանց թեմաները քննարկենք առանց իրանք մեկը իրանք սրանով են զբաղված այդքան ռեսուրս չունեն որ համ սրան հետևեն համ սրան թող էներգիայի մեծ մասը սրա վրա ծախսեն մենք էլ են հարցը լուծենք այսինքն այդ վտանգնել եմ ես տեսնում իմ համար հիմա ավելի կարևոր է մյուս թեման այսօր ինչա կատարվում մեր երկրի անկախության հետ ճիշտ է տնտեսական անկախությունն էլ է կարևոր բաղադրիչ անկախություն բայց առաջինն է դա քո սահմանն է քո մաքսային սահմանն է որ արդեն զիջել ես մյուս հայտանիշը անկախության քո տնտեսական մասով էլի քո տարադրամն է բարգացիլ ոչ մեկ չի կպնում մեր տարադրամին չեն ուզում ռուբլի հանցնեն բայց որ թողես լուզի ռուսը բայց իրանք հələ որ այդ հարցը չեն բարձրացնում տնտեսական մասով ասենք անկախության հայտանիշներից մեկը մեր անրանձին մաքսային սահմանը վերացրեցինք մենք ռազմական մասով պաշտպանական մասով մենք վաղուց չենք ունեցել չէ ասենք մի մասը մեր սահմանի ուրիշն է պահում դա էլ անկախության հայտանիշներից քո սահմանը դու ես պահում թե ուրիշ է չասեմ ռազմավարության մասին, որ ինչ ասում էին, ռուսը մեզ կպահի, տեսանք ոնց պահեցել, ասենք նույնիսկ այդ մասնագիտության մարդիկ, որ մեր ասում են հերո մնացեք դուք այդ մասնագետը չեք, իրանք նույնիսկ ասում են դե ռուսն է մեր պաշտպանը։ Շատ կարծրատիպեր իրականում կոտրվեցին։ Անկախ ամենից ինչ որ մի քանի դրական բան այստեղ կարանք փաստենք։ Իսկապես կարծրատիպեր կոտրվեցին։ Հա, դրական ինչի շնորհիվ, որ թուրքը մեզ էներգիա տվեց, դրա համար կոտրվեց։ Այդքան է դրական բան չէ, դա արդեն post factum դրական, post facta։ Եթե դու նախապես այդքան իմանար ու առանց այդ թուրքի
խփելու այդ 100 հոգուն մատաղանելու դու դա հասկանար, այդ կարող է ավելի լավ կլիներ, էլ ու մենք այդքան մարդ չունենք, որ այդ զոհերի գնով այդ հասկանանք։ Ու հիմա իմ կարծիքով էս մեր բոլորս, հա, չպետք է թողենք, որ էս սենց անեն տնտեսություն քայքային, բայց մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք այս հարցի շուրջ, մեր անկախություն հիմա ու ընդհանրապես Հայաստանի գոյությունը, որը նշանակում է նախ Զանգեզուրը, չէ, Սյունիքը կներեք։ Սյունիքը պետք է լինի, դրա համար պետք է Արցախը լինի, դրա Արցախ ասելով Լղիմը մենակ չենք հասկանում, եթե Քարվաճառը դատարկվեց, Ստեփանակերտն էլ է դատարկվելու։ Ոչ մեկին չտվա, որ եթե Քարվաճառը հանձնեցի Ստեփանակերտը այնտեղ մնալու, գալու են լսվեն Երևան, ուստեղ շատ հեշտ արդեն այդ արտաքին ուժեր կոչեցել է, կարան մեյդան է սարքեն, ամեն ինչ կարան սարքեն։ Այսինքն այսօր մենք չպետք է մեր ուշադրությունը շեղենք այս հարցից ու գնանք ինչ-որ հարկայիններով ամբողջ մեր ռեսուրսները դրա վրա ծախսենք։ Նախ պետք է լինի պրոֆեսիոնալ թիմ, որը դրանով զբաղվում է, եթե չունենք այդ թիմը, մեր եղած այս դժվարած ծրված ռեսուրսները մենք չպետք է շեղենք այս հարցերից։ Այդ ժամանակահատվածում ենք ապրում, որտեղ մեր աչքի առաջ քանդվում են այն երկրները, որոնք չունեն իրանց առանցքը, չունեն իրանց ամուր խնդիրներ, իրանց ամուր գիտակցությունը եւ ամուր թաղանթը, որ իրանց առանձնացնում է մնացածից, եւ իրանց փոքրիկ մի հատ թիմ, որը ունի ուժեղ միջուկ, գալի քանդում է 10 քանի հազար հոգի գալիս են Հալեպը գետնին են հավասարացնում։ Հալեպա բնակներին, որ մի 20 տարի առաջ ասեր, որ տենց բան կլինի, իրանք չամեն մեկ իր բիզնեսով զբաղված երեխուսս դպրոցը տամ ես անեմ, այնտեղ վայ միջազգային էս ուժերը էս են ուզում են ուզում, իրանք ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իրանք թուլանում, վերանում են, այսինքն իրանք թաղանթը այդ իրանք առանձնացնող իրանք առանցնելա վերանում, թաղանթնելա պատերում եւ հետո գալիս է 10000 հոգիով գիտի ինչ է ուզում ու քանդում ու գետնին է հավասարացնում են, որ քո մտքով անգամ չէր անցնի։ Դու արդեն 40 տարվա պլան ես կառուցում, երեխեդ ուր պետք է գնա, թորոտ ուր պետք է գնա, մեկ է տենում ես քաղաքը չկա։ Ու մենք հիմա այդ ժամանակահատվածում ենք ապրում։ Ու քննարկել մի հատ օրենքի փոփոխություն ենթադրել, որ դու 40 տարի դեռ ունենալու ես այս պետությունը, շատ միամիտ բան է։ Դու պետք է ապահովես նախ որ 40 տարի գոնե ունենաս այդ պետությունը, հետո նոր այդ ասեմ ասում հիմա ընդհանրապես մոռանանք էլի այս օրենքը, բայց ես կասկած ունեմ, որ նաև նույնիսկ եթե դա դիտավորյալ չի արվում, փաստացիորեն մեր ուշադրությունը հիմա շեղվում է այս օրենքի վրա ու այն ոլորտի, որը քիչ թե շատ կարողանում է գիտակցի մտածի իր պետության մասին, իրանց ուշադրությունը ամբողջությամբ շեղվում է այս օրենքի վրա, իսկ կարևորագույն հարցը, որ մեր գոյության հարցն է իրականում, որովհետև ասում եմ, եթե 2 միլիոն հոգի թուլանում են 10000 հոգի որ գիտի ինչ ուզում կարող է իրանց գետնին հավասարացնի։ Հիմա մենք այդ վտանգի առաջ ենք իմ կարծիքով։ Կարևորը պետք է իմանանք ինչ ենք ուզում։ Մենք այդքան էլ շատ չենք, որպեսզի դժվար լինի 2 միլիոնով մի բան ուզելը։ Վերջին անգամ երբ ենք բոլորով մի բան ուզել։ Հա, այդ հին պատմությունն է, արդեն վաղուց, անցել դարում։ Շնորհակալություն անչափ, այսքան էր հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ Թարմուղով հաղորդաշարի այս թողարկմանը։ Տաղավարում այսօր հյուրընկալել է Instigate ընկերության համահիմնադիր Վագն Պողոսյանին։ Շնորհակալություն։